Դու երբ կգաս աղաս։ Հա, էլի, շուտ արա, մենք տանը հյուրեր ունենք։ Մեգի դասարանի աղջիկն ա եկել, խոսում են իրար հետ։ Լավ, դե սպասում ենք, չմոռանաս։ Լավ։ Ախր ես իրան ասում եմ, աղվան, ախր խափում ես ինձ անելանելի վիճակի մեջ ես դրելու ես, հիմա չգիտեմ ինչ անեմ։ Իսկ ինքը ինչ ասեց։ Ձեզ հյութ եմ բերել։ Շնորհակալություն ծյոց հիմա, բայց ես հեսա գնում եմ։ Ոչինչ, կխմես նոր կգնաս, Լիլի ջան։ Միամիտ լսեցի, որ ձեր դասանի աղվանից էիք խոսում։ Էդ են տղան չէ, որ հերթով բոլոր աղջիկներին սիրահարվում էր։ Մամ, խնդրում եմ, էլի չսկսես։ Չէ, ինքը միշտ Մեգիին ա սիրել։ Հա? Ես չգիտեի Մեգի, բայց լավ էլ տղա էր։ Ընդհանրապես լավը չի մամ։ Լավ, հասկացա։ Գնամ ձեզ մենակ թողնեմ։ Մաման ընդհանրապես լավ չի ճանաչում մարդկանց։ Մեկ ես հասկանում եմ, որ չես ուզում իր հետ խոսաս, բայց ինձ էլ հասկացի, ես չգիտեմ ինչ անեմ։ Իրան վստահելով վարձից գումարը իրեն եմ տվել ու չի ուզում հետ վերադարձնի։ Լավ, իսկ ինչի ես վստահ, որ ես խոսամ հետը պիտի տա գումարը։ Նոր ասեցի, որովհետև մինչև հիմա ինքը քեզ ա սիրում։ Ավելի։ Հա, իրոք, դու դասարանի չաթը մյութ ես արել, չես գալիս մեր հավաքներին, ինքը գրվելուց ամեն անգամ քեզնից է հարցնում։ Ինձ ամեն օր զգուշացնում են, որ հեռացնելու են համալսարանից։ Լավ, վախացրու իրան, ասա ոստիկանություն կդիմես։ Ոնց։ Դե հենց տենց վախացրու, ինձ թվում է կտա գումարը։ Իսկ եթե չտա։ Այդ ժամանակ ես կխոսամ արդեն հետը։ Մի նեղվի, հա։ Հաստատ կվերադարձնի գումարդ, հանգիստ տեղի։ Իրանք էլ շատ են գնալու գալու մեր տուն տղես, ոչինչ։ Իրանք չեն սիրում մտածել, նոր կախավարկածներ փնտրել։ Իրանց համար կարևորը մեկի գլխին սարքելն է ու հանգիստ գնալ տուն քնելը։ Այ դրա համար չէի ուզում, որ այդ համակարգում աշխատեիր։ Պապ։ Մարդկանց հետ ովքեր հեշտ ու հանգիստ հորդ գլխին սարքում են։ Պապ։ Ասա տղես։ Ինչ էր այդ ֆլեշկայի մեջ։ Կեղծ ինֆորմացիա։ Ով էր սարքել այդ ինֆորմացիան։ Ով ուզում գլխից սարքի։ Լսի տղես։ Բիզնեսը տենց բան է։ Մեծ մրցավազք կա, որտեղ ճանապարհին բոլորը փորձում են քեզ խանգարել։ Բայց ոչինչ։ Հերը դեռ պինդ է, պայքարում է։ Ու հավատա, այդ ընթացքում մենք ավելի ենք ուժեղանում, լսում ես տղես։ Ապրես, որ ոչնչացրի այդ ֆլեշկին։ Բա հիմա ինչ անեմ։ Սպասի զանգիս։ Ես քո կարիքը էլի ունեմ, կարող եմ մի երկու բան էլ անես։ Կանես, չէ՞։ Հա, կանեմ։ Սպասի զանգիս։ Բայց ես չայելը լավ էլ ամեն ինչից տեղյակ է, հա։ Պայքար մենք չենք կարող վստահ լինենք։ Լավ էլ վստահ ասում եմ, որ տեղյակ է։ Թե շաքեն սրան ինչի չի հեռացնում։ Դու դատում ես պտուղը ծառից հեռու չի ընկնում սկզբունքով, չէ՞։ Բա ինչի ուրիշ տարբերակ էլ կա։ Պայքար միշտ չի, որ պապական ճշմարտությունները աշխատում են։ Հան, համաձայն ես։ Քո հետ։ Դու այ մանկական երկաթուղի։ Տղերք լսեք, ինձ թվում է, որ այս շայելը լավ էլ մոտիկների հետ խոսում է։ Լավ է ամեն ինչը հեչում։ Մի հատ շատ կարևոր հարց կա։ Մի հատ աղջիկ եմ տեսել։ Վաղը պետք է հանդիպեմ։ Ու
ու չգիտեմ ինչ նվիրեմ։ Բայց ինչ պարտադիր է ինչ-որ բան նվիրես։ Արսեն ջան, հիմա առանց նվեր տալու ձև չի։ Արա դու սրան մի լսի։ Էսի էլ անչափահասա, սրան հանդիպումներ չի կարելի։ Ավելի պայքար, ասենք ինչքան կարաս նույն տափակ հումորը կրկնես։ Քանի այդ հումորները ինձ ծիծաղացնում են, հա էլ պետք է անեմ։ Ձեզնից բան դուրս չի գա, ես ինքս կմտածեմ։ Լսի, իսկ եթե աղասի աղջիկան խառնեք, դա այն ջահելի կուրսից է, կարող է կուրսեցիների հետ ինչ-որ բանով կիսվել է, հա։ Դու մեկի հետ գործ չունես։ Հասկացա՞ր ինձ։ Ճիշտ է ասում, ընդհանրապես չարժի։ Բայց մի բան պետք է գտնենք, չէ՞ որ այդ տղեն խոսա։ Հա, կգտնենք, պայքար, հանգիստ տեղի։ Ներս մտնել չթողեցին։ Հա, կողմնակի անցած ներս չեն թողում։ Ես իմ համալսարանում եմ արդեն կողմնակի։ Այսօր գնացի համալսարան, չթողեցին ներս մտնեմ, ասեցին հեռացված ես։ Հետո գնացի պրոռեկտորի մոտ, ինձ եւս 2 օր ժամանակ տվեցին։ Ըհը, դες ամեն ինչ այդքան էլ վատ չի։ Այդքան էլ վատ չի։ Մերոնք ինձ կսպանեն։ Չէ, մինչև այդ կհասցնես աղվանից գումարդ վերցնես։ Երանի տար, բայց հրաժարվում է։ Խոսացել ես հետը։ Ստեղ գալուց առաջ։ Սկզբում չէի ուզում ասել, որ ոստիկանություն կդիմեմ, ես էլ չէի հավատում այդ ստին։ Հետո ասացի, որ պապային կասեմ, հետո էլ աղբորս։ Ու ինչ ասեց։ Ասեց, որ ոնց տարիներ առաջ դպրոցում եղբորս ծեծելա նույնը հիմա կանի։ Մի խոսքով ոչինչ չստացվեց։ Հետո արդեն ասեցի, որ եթե գումարը չտա, ոստիկանություն կդիմեմ։ Լավ, իսկ ինչ արձագանք տվեց, որ ոստիկանության անունը լսեց։ Ասեց, որ ոստիկաններից մենակ մի հոգու հետ կխոսա։ Քո։ Իմ։ Հա, ու ասեց, որ եթե ուրիշ ոստիկաններ իրան հարցեր տան, ինքը կհերքի ու կասի, որ ես իրան գումար չեմ տվել։ Չեմ հասկանում, ամբողջ կյանքում չկարողացավ այդպես խոսա, հանդիպի, հիմա էլ շանտաժի ա դիմում։ Ես հասկանում եմ, որ չես ուզում։ Բան չկա, չեմ նեղանա։ Ուղղակի ինձ մի բան ասա։ Ես չունեմ ապացույց, որ իրեն գումար եմ տվել, ու եթե ինքը ոստիկանությունում ասի, որ ես գումար չեմ տվել իրեն հերքի ամեն ինչը, ես այդ ոնց եմ ապացուցելու, ինչ ա լինելու։ Գիտես ինչ, ես կհանդիպեմ հետը, ու գումարդ կվերցնեմ։ Մի վախեցի, լավ, ամեն ինչ լավ կլինի։ Արև ձեզ։ Ինձ ծաղկեփունջը հարկավոր։ Շատ նրբաճաշակ աղջիկա համար։ Բայց ես ֆիզիկապես չեմ կարող ներկա գտնվել ձեր մոտ, որ խնդրեմ ինձ կարողա նկարները ուղարկեք։ Համորի տակ ամեն ինչ կա։ Ու ինչ ասեց պետը։ Ասեմ։ Պետը ոչ մի բան էլ չասեց։ Աղաս, բայց դու ինձ լս, ես վատ բան չեմ ասում։ Ու դու դա ոնց ես պատկերացնում հրաչ։ Ես գնում եմ Համլետի տուն։ Խոսում իր ամենամոտ բարեկամներից մեկի հետ։ Ինքը դուրս է գալիս Համլետի վրա, խոսում է իր հետ։ Ու ես ու Համլետը տետ-ա-տետ միտեղ հանդիպում ենք։ Ու ես ես ասում եմ կոնկրետ տեղն ու ժամը, դուք թաքնվում եք ու մենք այդ օրը վերցնում ենք Համլետին։ Կարող ասեք ինչ է կատարվում պարոն էքսպաներ։ ու քեզ թվում է Համլետն էլ այդքան տահասա ու չի հասկանա, հա, որ էսից ուղակա։ Ինչև Համլետը հասկանա, արդեն ուշ կլինի։ Չէ, հրաչ, ես աշխատող սխեմա չի։ Ինչ ես առաջարկում, հա? Ես գոնե առաջարկներ եմ անում, ես գոնե մի բան մտածում եմ, դուք ինչ եք անում։ Սելի գժված է։ Լսում եք, չէ ինչ էր խոսում Արսեն։ Դե ուրեմն հիմա գնացեք հետևից, որ հանգարց հիմարություններ չանի։ Լավ։ Կարող ասեք ինչ ա եղել։ Աղաս։ Բարս։ Նարեկ, հրաչը որոշել է մենակ գնա Համլետենց տուն։ Հա, բայց այդ իր համար իսկական ծուղակ։ Հա, ճիշտ ես, բայց ինչ իմացար որ դրա հետ եմ։ Այդ բառը լսեցի։
Լավ, արի արագ գնանք, քանի չենք կորցրել Հրաչի հետքը։ Դու մոռացել ես, որ ես այսօր հանդիպման եմ։ Նարեկ էլի քո հերթական հանդիպումներից է, չէ՞։ Ոչինչ։ Ոնց ոչինչ։ Բա որ բախտս բացվեց։ Թե ուզում ես քարկցես։ Չես կարա մենակ գնաս։ Հա, կլինի Նարեկ կգնամ։ Հենց բան լինի կզանգես։ Լավ։ Արս։ Որ հավատ չի գալիս, իսկական ընկերես։ Հա, կյանքս անամպեր սպասում եմ։ Բա ասեցիր, որ դու կոնսպեկտել ես։ Հա, ես ուրիշ գործով եմ։ Ինչ ա եղել։ Մեկը կա։ Դասարանցիս է ու հեչ լավ չի պահում իրան։ Պետք է խոսամ հետը հասկանամ ինչ ա ուզում։ Ինչ է նշանակում լավ չի պահում։ Չծարաբեռն եմ ձեզ երեխեք։ Ճիշտ էլ կանես։ Այ հիմա դու նման ես այն աղջիկան, որի մասին ինձ պատմում էին։ Չհասկացա։ Դե ինձ ասում էին, որ դու ոչ մեկի հետ չէի շփվում, բայց դե ես երբ եկա դու Կարենի հետ էի շփվում։ Իսկ հիմա Ճիշտ ասում։ Ինչ ա կատարվում ձեր մեջ։ ամեն ինչ լավ է երեխեք իմ հետ։ Իսկ ձեր հետ։ Ինչ եք ուզում ամեն ինչ իմանաք։ Ուղղակի հետաքրքիր է մարդը։ Ասեցի ամեն ինչ լավ է, պարզ չէ։ Գնամ հետո կկոնսպեկտեմ։ Հիմա ինչ նեղացավ։ Կարող է։ Ինչի ասես նեղաց կոտ։ Գնամ խոսամ հետո։ Տղեկ, այն խաղը, որ ասում եք, հաշեք խաղանք, էլի։ Ծյոմ հավես չկա։ Ծյոմ ասեցի կար։ Լսի, դու կոմպերից լավ գլուխ էի, չի անում։ Դե սովորում ես։ Ասա ինչ է եղել։ Լսի։ Չլի մարդը ական պես ուզում կոտրես տեսնես ու մետ է շփվում։ Մի հատ լրջացի։ Այդ անօրինական է։ Հա, բայց կարանք ինչ-որ մի ձև գաղտնաբառը շրջանցենք։ Հաստատ ակաունտ ես ուզում ջարդես։ Ֆլեշ կա։ Դու ասա կարաս թե չէ։ Դե պետք է մտածել։ Ու համել հիշում ես չէ՞ որ այդ անօրինական է։ Ուրիշինը չէ, դավ, իմն է։ Դե այդ բարագայմորը կարելի է մի բան անել, հա։ Ես հույս ունեի, որ այստեղ գոնե մենակ եմ նստելու։ Մարդը ջան, կարաս հաշվես տեղ մարդ չկա։ Ահա, կարաս այդտեղ էլ նստես, ինձ էլ բանի տեղ չդնաս։ Մի հատ լրջացի ձյոմ։ Լավ ապր, կխոսենք։ Ապրես։ Երբասես հարմարա երեկոյան Նամակ ստացար։ Այսօր կա հանդիպեք։ Լավ, ինչի ես կարդում։ Ուղղակի աչքս ընկավ։ Դասարանցիս է։ Ում ավարտելուց հետո չեմ տեսել ու շատ լավ է։ Շատ լավ է, բայց այդ բարագայմել ինչ եք հանդիպում։ Դասարանից մի աղջկա պարտքա ու չի ուզում ոչ մի ձև տա։ Բա ինչի եք հանդիպում։ Ինքն է ուզում։ Համել տենց ուրիշ է, երբ մարդուն դեմարդեմ ես հանդիպում ու պահանջներ կայացնում։ Կարծում ես փողերը կտա։ Հույս ունեմ կտա։ Ok, կհանդիպենք երեկոյան։ Ինքը սիրարված է քեզ։ Ինչ, չկա տենց բան։ Ինչ իմացար։ Դե, ըստ քո պատմածի իրավարվելակերպը հենց դրա մասին է խոսում։ Դա էական չի արդեն։ Ես պետքա վերցնեմ Լիլիի գումարը։ Այդ աղջկա մեր դասարանից։ Ընկերուհիս է։ Որոշել ես գնաս։ Բայց այդ լավ միտք չի։
Ես չեմ վախենում իրանից։ Բայց դու հասկանում ես, չէ՞ որ ինքը քեզ չի կանչում գումար տալու համար։ Կապ չունի։ Ես կվերցնեմ մեկը գումարը իրանից։ Չեմ կորցնի, դու հանգիստ տեղի ու գնա այդ հանդիպմանդ։ Արնետ սիրուն նվել եմ առել։ Լավ, բայց ղեկին եմ նարեկ։ Նկարեմ ուղարկեմ մի հատ տենաս գնահատես։ Նարեկ ասում եմ ղեկին եմ, հրաչին եմ հետևում։ Լավ դե գործիդ նայի։ Նայ, հիմա պետք է այսպես անենք։ Հետաքրքիր խաղ։ Կարող դու էլ գրանցես իրար օնլայն խաղանք։ Ընդհանրապես sense խաղեր չեմ խաղում, բայց կարելի է։ Ապրես։ Այ ինգերը պետք է այսպես լինի, Կարեն։ Գնանք։ Արի, մենք գնում ենք հաց ուտենք։ Բարի ախորժեք։ Մարթա, ինչա քեզ հետ կատարվում։ Նենց ես նայում ոնց որ օտար մարդիկ լինենք։ Օտար չեք։ Այսինքն։ Ինչ ես ուզում լսես ինձանից։ Դե ոնց է դա որ քեզ օտարի պես ես պահում։ Նենց եմ ոնց բոլորի հետ։ Բայց ես վաղուց էլ բոլորի պես չեմ։ Ես էլ էի տենց մտածում, բայց հետո հասկացա, որ ինձ ուղղակի հույս եմ տվել։ Հա բայց թեթև բան ա եղել, ինչ ես նեղացել։ Թեթև բան։ Ես քեզ ամեն ինչ պատմել եմ։ Ամեն ինչի մասին ասել եմ, դու գիտես, իսկ դու այս դեպքերում այրվում ով ա ում օտար համարում ի դեպ։ Գնամ հաց ուտելու։ Հա բայց ես քեզ ամեն ինչ պատմել էի, դու ամեն ինչ գիտեիր։ Մարթա։ Լիր, ոնց ես։ Չեմ ուզում տուն գնալ։ Դրսում ես դեռ։ Հա, մերոնք անդադ հարցեր են տալիս, ինչի եմ տխուր, ինչի եմ լացում, դասերիցս են հարցեր տալիս ու ես չգիտեմ իրանց ինչ էր պատասխանեմ։ Լսի, ես այսօր աղվանի հետ կհանդիպեմ։ Ինչ ա եղել։ Դե կվերցնեմ գումարդ։ Մեկ օպրես շատ, չգիտեմ ինչ ասեմ, ես անհամբեր կսպասեմ քո զանգին։ Ինչի։ Դու կգնաս տուն, դասերդ կանես, քննություններիդ կպատրաստվես, չգիտեմ ինչ է կանում ձեր համալսարանում, մի խոսքով նորմալ կշարունակես ապրել։ Բայց ոչ մի բայց չլսեմ։ Ինչ ասում եմ, տենց հրա, լավ։ Մեկի։ Լավ, բայց կզանգես ինձ, լավ։ Հա, անպայման, հանգիստ տեղի։ Պակա։ Արդեն գնում ես։ Հա, դավ, սպաղված եմ։ Եթերևում եմ։ Ու դու հիմա գնում ես քո դասանցու հետ հանդիպելու, չէ՞։ Ու մտածում ես, որ ինքը շատ խելոք կանի ու փողերը կտա։ Չէ, չի տա։ Որտեվ ինքը քեզ ուրիշ բանի համար է կանչել։ Դավ, ես իրոք շտապում եմ։ Մեգի, լսի, ես իրա մասին լիքը բան գիտեմ արդեն։ Հա, ես էլ գիտեմ։ Չէ, դու չես հասկանում ես ինչ եմ ասում։ Դավ, կխոսանք, հա։ Մեգի։ Այո, ճիշտ ես, Կարեն, շատ ճիշտ ես։ Խոսքը վերաբերում է խորդ գործին։ Ինձ թվում է ես այս պատմությունից պրծում չունեմ։ Նստիր։ Կապիտան Քամարյանն էր զանգահարել։ Հա, երեք մեր տունն էին։ Խոզարկություն էին անում։ Այն ինչ դու հիմա այստեղ սովորում ես։ Դե հա։ Եվ ոնց էին անում խոզարկությունը։ Գիտես ինչ, նրանք ովքեր այս պահին այստեղ սովորում են տեսական դրույթները, նրանք ամեն ինչ շատ ավելի լավ են հիշում։ Իսկ այն նրանք, ովքեր երկար տարիներ են արդեն դրանով զբաղվում, մի տեսակ միայն ինտուիցիայով են առաջնորդվում։ Դա նման է մեքենա վարելուն։ Սկզբից երբ սովորում ես, անում ես ամեն ինչ ըստ կարգի, նստում ես, դուռը ծածկում ես, գցում ես ամրագոտին,
Հետո անում ես նրանց ոնց քեզ հարմար է։ Բարձ է։ Եվ դու ինչ կարծիքի ես, ոնց էին անում խոզարկությունը։ Դե եթե ես անեի ինչ-որ մեկի տունը խոզարկություն, հաստատ միայն դարակներ բացելով չէի սահմանափակվի։ Եվ ինչ կանեիր։ Դե ամենակիչը կփնտրեի դարակներում թաքնված տարածքներ։ Օրինակ պատի մեջ սեյֆ, հատակի տակ բաց տարածքներ։ Բարձ է։ Այսինքն եթե որևէ բան թաքցնելու լինեիր, կթաքցնեիր նման վայրերում, հա։ Չեմ հասկանում տիկին Բակունց, ինձ խոսք եք քաշում։ Ես գիտեմ ուղղակի զրուցում եք։ Կարեն, այն կրիչը, որը փնտրում էին, դու դրանից տեղյակ ես, ինչ-որ բան գիտես, տեսել ես։ Չեմ հասկանում ինչի մասին եք խոսում տիկին Բակունց։ Բարձ է։ Կարող եմ գնալ։ Իհարկե կարող ես։ Կարեն։ Այո։ Իսկ հորիցը տեղեկություն ունես, զանգել է։ Ոչ։ Ասած ես։ Հաջողություն ձեզ։ Մեգի, սպասի, մի գնա։ Դա տաքսի եմ սպասում։ Մեգի, դու մենակով չպետք է գնաս իր մոտ։ Մի վախեցի էլի իմ համար, դասարանցիս է վերջը։ Դասարանցի դա թե չէ, այդ կարևոր չի, ինքը ուղղակի լավ մարդ չի։ Ու ընդհանրապես արի հետդ գամ, էլի։ Պետք չի։ Լավ գոնե ասեմ իր մասին ճշմարտություն։ Ես ամեն ինչ գիտեմ իր մասին։ Մեգի, լավ էլի սպասի մի վարքան համբերի։ Ես քո մասին իմացել եմ, որ դու շատ անլուրջ տղա ես, որ ամեն օր մի աղջկա հետ ես հանդիպում, իսկ ես դա չեմ ուզում։ Էդ ես եմ մեղավոր։ Իրանք առաջի հանդիպումից հետո կորում են։ Դու այդ առաջի հանդիպումն է չուզեցիր ունենաս։ Ուղղակի խնդրում եմ էլ մի զանգ ինձ, հա։ Լավ։ Հարց ինչ կա։ Վերջը որոշեց քշի ամլետն ստոնն արեք։ Ոնց։ Դե հիմա չգիտեմ, ամեն դեպքում այդ ուղղությամբ ա գնում։ Բա հետո։ Դե նարեկ հիմա պիտի չթողնեմ իրանց տուն հասնի, կխոսանք էլի։ Հա, գործիքն է։ Լավ։ Արսեն, ինչ ես ուզում։ Գիտես Սրաչ, միշտ աղասի հեռատեսության վրա զարմացել եմ։ Այդ մարդը ինչ ասում է, միշտ ճիշտ է դուրս գալիս։ Ինքը գիտեր, որ Համլետի տուն ես գնալու։ Ինքը քեզ ա ուղարկել, հա։ Հա, ինձ ա ուղարկել, որովհետև չի ուզում դու գնաս ու վնասվես։ Նա դեմքից նայ Արսեն։ Ես նման եմ մի մարդու, ով վախենում է վնասվելուց։ Ու հետո մարդ, ում մարմինը սպիերի մեջ է, իրան անուններ է վնասել։ Իչի մեքենայից։ Չեմ կարամ։ Արսեն, ավել պակաս խոսալու փոխարեն գնա գործերիդ։ Արի միասին գնանք ոստիկանություն։ Ոստիկանությունից եմ գալիս։ Տեսար ոնց ինձ օգնեցին։ Չէ, դուրս չեմ գալու մեքենայից։ Դուրս ես գալիս։ Ուզում ես դուրը բացեմ, քեզ շպրտեմ մեքենայից։ Ասում եմ դուրս արի։ Ուզում ես գնաս Համլետի տուն։ Այդ քեզ չի վերաբերում։ Հրաչ ես հասկանում եմ քեզ հավը։ Ոչ մի բան չես հասկանում։ Եթե գնալու ես Համլետի տուն, ես էլ եմ գալիս։ Ինչ ասեցիր։ Հա,
Դու ասում ես, որ արդարությունը պիտի վերականգնվի։ Ես քո հետ լրիվ համաձայն եմ։ Ու գալիս եմ, որ այդ անենք։ Էս քո խնդիրը չի։ Հələ մեծ հաշվով ինձ ոչ մի քրեական հանցագործություն էլ չի վերաբերվում։ Բայց ես եկել եմ ոստիկանություն, որ այդ ամենի վերջը տամ։ Դուրս արի մեքենայից։ Չեմ կարա։ Եթե դու գնալու ես Համլետի տուն, ես հետևիցդ գալու եմ։ Եթե դու մտնելու ես ներս, ես մտնելու եմ քո հետ։ Եթե քո վրա պիտի կրակեն, ուրեմն թողին վրա էլ կրակեն։ Արսեն, էս քեզ չի վերաբերում։ Բայց ինչ պիտի լինի, որ գամ։ Դու մոռանում ես, որ այդ տականքները Նարեկի վրա կրակեցին։ Մտածում ես քեզ կխնա է։ Հրաչ դու անհանգստանում ես մի մարդու համար, որին այդքան էլ երկար ժամանակ չի որ ճանաչում ես։ Իսկ պատկերացնում ես ընկերներդ ոնց են քո համար անհանգստանում։ Ու հենց այդ պատճառով էլ չեն ուզում, որ դու գնաս քո թշնամու տուն ու մենակով կանգնես իրա դիմաց։ Ինչի մեքենայից։ Հրաչ, եթե քշեցիր Համլետի տուն, ես հետևիցդ գալու եմ։ Չես հասկանում։ Հիմա երկուսով գնանք տուն, թե գնանք Համլետից տուն։ Ասում եմ ինչի մեքենայից։ Լավ։ Հիմա երկուսս էլ տուն են գնում։ Ես իմ տուն, դու քո։ Ապրես հրաչ։ Հա, Մամիկոնյան, հա, գնացել եմ հետևից։ Ինքը տուն գնաց։ Բայց կարող է հետ գալ։ Լավ։ Նարեկ։ Հա, մենք Նարեկի հետ նստած թե ենք խմում։ Օրինակ Արսեն ջան, կարող ես ինձ բացատրել, ինչի է Նարեկը գործը ավարտել, եկել արդեն, իսկ դու այդքան ուշ ես աշխատանքից վերադառնում։ Այդ աջան Նարեկը երբ աշխատում, որ մի հատ էլ ուշ գա։ Դե մի հատ էլ ինձ թեյ տուր էլի։ Լավ, գնամ քեզ էլ թեյ բերեմ։ Նարեկ, ես ինչ ա եղել բա։ Տատին ճիշտ է ասում, ժամանակն է, որ ամուսնանաս։ Ես ոնց որ հանդիպումը չի ստացվել, հա։ Ընդհանրապես լավ չի անցել։ Ինձ ասում է, դու լկտի մեկն ես, ում հետ հանդիպում ես մի անգամ ու վերջ։ Ու ինչն է սխալ ասում։ Լավ մի նեղացի։ Չեմ նեղվում, ուղղակի հոգնել եմ ես մենակությունից։ Նարեկ ջան, հենց մենակությունից նեղվում ես, մի անգամից արի մեր տուն։ Հա։ Չէ, կատակ եմ անում, չգաս։ Ինչ արեցիր։ Լաչին տեսար։ Հա, տեսա իրան, գնաց տուն։ Այդ շատ լավ է, որ այդ լեզու ես գտել։ Դու օգտվի մի ամաչի։ Ապրես տատ ջան։ Զգուշ տակ մի քիչ։ Սվետ տատ։ Հա ջան։ Թորդ գիտես ինչ ասում ինձ։ Ասում է երբ ես մենակ ինձ գամ, կարամ գամ ձեր տուն։ Ճիշտ ասում թորս, երբ ուզես կարող ես համենալ։ Ես էլ կիմանամ երկու թոր ունեմ։ Շատ է որ։ Շատ լավ է։ Փոխվել ես։ Դու էլ դեպի լավը։ Ինչի՞ չի ասի քո մասին։ Եկել ես Լիլիի փողի հետևից։ Կարամ իմանամ ինչի չես տալիս։ Այդ աղջիկը իր ուսման վարձից է տվել գումարը։ Ինչ կա ծիծաղելու։ Մի անգամ չեղավ գասին ստենալու։ Հենց ինձ։ Չեմ ուզում ու պարտավոր չեմ աղվան։ Վերջացրու ես ամեն ինչը ու ուղղակի ասա երբ ես տալու փողը։ Իսկ հիշում ես, որ քեզ կանչել էի հանդիպման։ Մոռացի այդ աղվան։ Երբ ես տալու փողը։ Իսկ դու երբ ես գալու հանդիպման։ Ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Դրանից է կախված, թե ես երբ եմ տալու Լիլիի փողը։ Մի հատ հանգստացի ու հավաքի քեզ։ Երբ ես գալու։ Խոսա։ Երբ։ Պեգի։ Ես սովորաբար աղջիկներին այդքան չեմ զանգում։ Բայց քեզ չգիտես ինչի, որոշեցի էլի զանգեմ։ Հիշում ես, որ մեզ պայքարի հետ ուղարկել է իրեն տղայի տուն խուզարկելու, այն որ Մեգիի կուրսեցին է։ Պայքարը առաջարկեց, միգուցե կարանք Մեգիից խնդրենք որոշ ինֆորմացիա իմանալ այդ տղայից։ Խոսալու բան կա ու շտապացա։ Երեխեքն հենց եմ սիրում, սենց ինտրիգներ չեք պատկերացնում, պատմի հենց։ Կարենի մասին է։
Բայց ինչ եմ խնդրում։ Իսկ այդ ֆլեշկայի մեջ ի՞նչ է։ Ով կա տանը։